Այսպես են դիմավորել ԱՄՆ նախագահին Մալազիայում, որտեղից Դոնալդ Թրամփը սկսել է իր ասիական շրջագայությունը։ Մալազիան նա անվանել է հիանալի եւ շատ կենսունակ երկիր ասիական երկրների ասոցիացիայի գագաթնաժողովին մասնակցելուց եւ առևտրային մի շարք համաձայնագրեր կնքելուց հետո։ Նա նաեւ ներկա է գտնվել Թայլանդի եւ Կամբոջայի միջև հրադադարի ընդլայնված պայմանագրի ստորագրմանը, պնդելով, որ այն միլիոնավոր կյանքեր է փրկել։ Թրամփը Մալազիա էր ժամանել կիրակի օրը, այստեղից նա մեկնել է Ճապոնիա կայսր Նարուհիտոյի հետ հանդիպման, իսկ այնուհետև Հարավային Կորեա Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ բանակցելու համար։ Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյի կուսակցությունը հաղթանակ է տարել միջանկյալ խորհրդարանական ընտրություններում, ինչը նախագահը որակել է շրջադարձային կետ իր արմատական տնտեսական բարեփոխումները շարունակելու համար։ Այս կապակցությամբ Դոնալդ Թրամփը շնորհավորել է Միլեյին, նշելով, որ իր վստահությունն արդարացված է։ Այս հաղթանակը կարևոր էր երկու առաջնորդների համար, քանի որ Թրամփի վարչակազմը նախկինում մինչև 40 միլիարդ դոլարի ֆինանսական օգնության փաթեթ էր տրամադրել Արգենտինային՝ ի աջակցություն Միլեյի կառավարության։ Ամերիկյան ռազմածովային ուժերի USS Gravely ավիակիրը ժամանել է Տրինիդադ եւ Տոբագո համատեղ զորավարժությունների համար, ինչին Վենեսուելան կոշտ արձագանքել է դատապարտելով եւ որակելով այն ԱՄՆ ռազմական սադրանք։ Վենեսուելան պնդում է, որ դրա նպատակը ռազմական առճակատման հրահրելն է, հնարավոր կեղծ դրոշի ներքո իրականացվող գործողության միջոցով։ Նախագահ Նիկոլաս Մադուրոն ասել է, որ իրենք ձերբակալել են կենտրոնական հետախուզական վարչության հետ կապ ունեցող վարձկանների։ Այս զորավարժությունները տեղի են ունենում Կարիբյան ավազանում Միացյալ Նահանգների ռազմական ներկայության ընդլայնման ֆոնին, որը ներառում է ավիակիր խմբի տեղակայում եւ թմրանյութեր տեղափոխող ենթադրյալ նավերի հարվածներ, որոնց հետևանքով զոհվել է շուրջ 40 մարդ։ Կիևի վրա ռուսական գիշերային օդային հարձակման հետևանքով զոհվել է 3 մարդ, եւս 31-ը վիրավորվել են բարձրահարկ բնակելի շենքի վրա հարվածի պատճառով։ Նույն օրը նախագահ Պուտինը հայտարարել է ռուսական միջուկային բուրևեստնիկ թևավոր հրթիռի հաջող փորձարկման մասին, պնդելով, որ այն կարող է շրջանցել ցանկացած պաշտպանական համակարգ։ Միևնույն ժամանակ շարունակվել են թեժ մարտերը։ Ռուսաստանը հայտնել է ուկրաինական երկաթուղային ենթակառուցվածքների վրա հարձակումների մասին, իսկ Ուկրաինան հայտարարել է Ղրիմում ռուսական ռադիոտեղորոշիչ կայանի խոցման եւ ռազմաճակատի տարբեր ուղղություններով հարձակումները հետ մղելու մասին։ Սուդանի արագ արձագանքման ուժեր ռազմականացված խմբավորումը հայտարարել է, որ գրավել է Ալ-Ֆաշիր քաղաքի բանակային շտաբը, որը Դարֆուրի տարածաշրջանում սուդանական բանակի վերջին հենակետն էր։ Սա խոշոր հաղթանակ է ուժերի համար, որը կարող է արագացնել երկրի տրոհումը, ապրապնդելով նրա վերահսկողությունը ողջ Դարֆուրի նկատմամբ, զուգահեռ կառավարության ստեղծելու նպատակով։ Գրավմանը նախորդել է 18-ամսյա դաժան պաշարումը, որը հանգեցրել է սովի։ Իրավապաշտպանները զգուշացնում են էթնիկ բռնությունների վտանգի մասին, հաշվի առնելով, որ ՄԱԿ-ը նախկինում արագ արձագանքման ուժերին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների մեջ։ Այս իրադարձությունների ֆոնին Միացյալ Նահանգները տարածաշրջանային երկրների հետ խաղաղ բանակցություններ է նախաձեռնել, փորձելով հանգուցալուծել 2023 թվականից շարունակվող քաղաքացիական պատերազմը։ Նախօրեին Եգիպտոսի Ռաֆա անցակետով Գազա են ուղևորվել մարդասիրական օգնության բեռնատարներ եւ ծանր տեխնիկա Միացյալ Նահանգների միջնորդությամբ հաստատված հրադադարի շրջանակում, որի պայմանները կողմերը մշտապես խախտում են։ Չնայած դրան ՄԱԿ-ը զգուշացնում է, որ ձմռանն ընդառաջ մարդասիրական օգնության մեծ մասը շարունակում է մնալ արգելափակված, ինչը խորացնում է ճգնաժամը։ Գազայի առողջապահական մարմինները հայտնել են, որ հակամարտության սկզբից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 68500-ը, ընդ որում հրադադարի հաստատումից հետո սպանվել է առնվազն 93 պաղեստինցի։ Դավիթ Գենջոյան, Ռիոփն մեդիա։